Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահեղափոխական ստորաբաժանում։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը հավանություն ստացան եւ համարվեցին անհետաձգելի։ Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ազգային ժողովի կողմից ընդունված արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքով, որով կարգավորվել են արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները։ Կոմիտասի պողոտայում սննդի կետերից մեկում բռնկված հրդեհի համար հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատներից եւս 6 վարտական հաշվարկ։ Տեղեկությունը հայտնում է այս մասին Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հրդեհի բարդության 1 բիս կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ եւ 1 ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից եւս 6 մարտական հաշվարկ։ Հրդեհը բռնկվել է տանիքում։ Սլոմոների փոխանցմամբ նոյեմբերի 5-ին ժամը 18:10-ի սահմաններում Հայաստանի ՆԳՆ ոստիկանություն տեղեկություններ է ստացվել, որ Եղիշա Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը։ Նշված շենքի բնակարաններից մեկում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կնոջ մարմինը դանակի մի քանի հարվածի հետքերով։ Արդեն տեղում ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է սպանել կնոջը, ինչից հետո ոստիկաններն ու պարեկները սպանության կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել են նրան ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, սպանվածը 64-ամյա կին է, իսկ կասկածյալը նրա 74-ամյա ամուսինն է։